Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն այսօր օրվա սկզբին տարածած հայտարարությամբ պնդեց, թե հետախուզական տվյալներ է ստացել, որ այլ երկրում հատուկ ծառայությունների անունից ինչ-որ անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որպեսզի վերջիններս հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ֆինանսական և կազմակերպչական բնույթի հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերի։ Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայ ազգի և Հայաստանի քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ, վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով։ Այս տեղեկությունը նախընտրելով տարածել պետական Armenpress-ի միջոցով արտաքին հետախուզական ծառայությունը սակայն այդպես էլ չի տվել մի շարք գլխավոր հարցերի պատասխաններ, որ երկրում են Հայաստանի քաղաքացիներին ճնշում հատուկ ծառայությունների անունից։ Հայաստանյան քաղաքական որ ուժերին պետք է այդ երկրում գտնվող Հայաստանի քաղաքացիները աջակցեն ֆինանսապես և ոչ միայն։ Անպատասխան մնացած այս հարցերի ֆոնին ժամեր անց ոստիկանությունը տեղեկացրեց, որ արդեն իսկ ստուգողական գործողություններ է իրականացրել արտաքին հետախուզական ծառայության տեղեկատվության հիման վրա և առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկել քննչական կոմիտե։ Թե կոնկրետ երբ է ոստիկանությունը արել այդ ստուգողական գործողությունները, այսօր մի քանի ժամվա ընթացքում, թե ավելի վաղ ներքին գործերի նախարարությունից չեն մանրամասնում։ Ոստիկանության կարճ հաղորդագրության մեջ միայն նշվում է ընտրողներին նյութական կամ այլ կախվածության միջոցով ընտրությանը հարկադրելու մասին, բայց կրկին անհայտ է մնում, թե այդ առերևույթ հանցանքը որ երկրում է տեղի ունեցել։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից այսօր Ազատությանը փոխանցեցին, որ ոստիկանության հաղորդումը ստացել են, այն ուսումնասիրման փուլում է, այլ հարցերի հրաժարվեցին պատասխանել։ Փոխարենը արտաքին հետախուզական ծառայության այս տեղեկատվությանը շտապել է արձագանքել իշխող քաղաքացիական պայմանագրի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, հորդորելով հանրությանը գուշակել, թե այդ որ երկրում են հայ գործարարներին ճնշում, որպեսզի նրանք աջակցեն ինչ-որ քաղաքական ուժի։ Քիչ առաջ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ հետախուզական տվյալներ է ստացել, որ օտար երկրներից մեկում, փորձեք գուշակել իհարկե որ երկրում, մարդիկ գնում են, ներկայանում են այդ երկրի հատուկ ծառայությունների աշխատող, աշխատակից կամ գործակալ կամ ինչ կուզեք անունը դրեք, հայ բիզնեսմեններին ստիպում են ու ճնշումներ են գործադրում նրանց վրա, որպեսզի նրանք ֆինանսական և ոչ միայն ֆինանսական աջակցություն ցուցաբերեն Հայաստանում առաջադրված կամ առաջադրվելիք քաղաքական ուժերից որևիցե մեկին։ Ենթադրում եմ, սա իմ ենթադրությունն է արդեն, բայց սա շարունակությունն է այն բոլոր խոսակցությունների, որ երկրներից մեկում փորձ է արվելու բռնաճնշումներով մարդկանց ուղղորդել Հայաստան ընտրություններին մասնակցելու։ Իր ենթադրությունների վրա հիմնվելով իշխող ուժի փոխնախագահը զգուշացրեց, թույլ չեն տալու, որ ինչ-որ երկրում որոշվի Հայաստանում կայանալիք ընտրությունների ելքը։ Թեև այդ երկրի անունը Վահագն Ալեքսանյանը չէր տալիս, բայց խոսքի կեսից զգուշացումներ անելիս անցավ ռուսերեն լեզվին։ Եթե ձեզ թվում է, թե օտար երկրի հատուկ ծառայությունները պետք է գնան հայ բիզնեսմենների վզին ձայների քանակ դնեն, նրանք է պետք է այդ մարդկանց ստրուկի տեղ դրած ուղղորդեն Հայաստան ու դրանով դուք կարողանաք ընտրություններում ինչ-որ արդյունք գրանցեք, գլուխներդ պատին եք տալու։ Չեք տենալու դուք նման բան, չի լինելու նման բան։ Գնացեք ձեր շեֆերին, ձեր պագոնավոր հրամանատարներին ու մնացածին, ասեք «Всё пропало, шеф, не получается»։ Իդեպ Ռուսաստանից Հայաստան ընտրողներ բերելու խոսակցություններին օրերս անձամբ անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած ներկուսակցական արշավի շրջանակներում։ Փողոցում քաղաքացիներից մեկի հետ զրույցում տեղեկանալով, որ վերջինս Մոսկվայից է եկել, Փաշինյանը կեսկատակ հարցրեց՝ եկել է որ իր դեմ քվեարկի։ Մոսկվայից եկել եք որ մեր դեմ քվեարկեք։ Անպայման։ Չէ, ձեր համար։ Բայց տենց լուրեր են ասում են Մոսկվայից Ռուսաստանից բերելու են մարդկանց, որ չէ, սպասեք, չէ, ես ընդհակառակ ասում եմ, թող բերեն, որովհետև եկածների 84.5%-ը ընդեղ մեր արած հարցումների համաձայն քվեարկելու է մեր օգտին։
Լուրջ եմ ասում։ Չմտածեք կատակ եմ անում։ Ամենալուրջը։ Ինչ կհետևի արտաքին հետախուզական ծառայության հայտարարությանն ու քննչականի ուսումնասիրությանը, արդյոք սա քրեական վարույթի հիմք կդառնա եւ մեղադրյալներ կներգրավեն, առայժմ պարզ չէ։